Բարեխորժա կարելի ասել բոլոր այն մարդկանց, որոնք որ այս պահին վայելում են իրենց առավոտյան ուտեստները։ Նախաճաշայում։ Այո, Զառա, նախանձում ես այդ մարդկանց։ Ոչ, չեմ նախանձում։ Նախանձը մեղք է։ Իսկ տաղավարում մենք արդեն մենակ չենք, որովհետև ձեզ առավոտվանց ասում ենք, որ դեռ ֆուտբոլի մասին կխոսենք եւ իհարկե ում հետ է պետք խոսել ֆուտբոլի մասին, եթե ոչ խոշոր մասնագետի հետ, խոշոր արիստավարժ մարդու հետ, որը որ ֆուտբոլը համ սիրում է, համ մեկնաբանել է, համ էլ շարունակում է սիրել եւ մեկնաբանել գոնե ինքը իր համար։ Մեր այսօրվա հյուրն է ֆուտբոլային եւ առավոտյան հիանալի անձնավորություն, ում անունն է Խաչիկ Չախոյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, եթե անկեղծ ասեմ, աշխարհի առաջնության եզրափակիչից հետո արդեն լավ չեմ։ Որովհետև ֆուտբոլը պրծավ, նախ մտածում էինք, այս սկզբանը, որ 104 խաղ, մեկ ամսից ավել ժամանակ կհոգնածնի, եթե անկեղծ ասած, այդ ժամանակային գոտիների տարբերության պատճառով որոշակի հոգնածություն կա։ Բայց այն, որ հիմա օրը անցնում է ու դու գիտես, որ ֆուտբոլ չկա այդ կարգի, դատարկություն է։ Ինչ որտեղ դատարկություն է։ Ինչ տեղի ունեցավ աշխարհի առաջնությունից առաջ ձեր հետ, ընթացքում եւ հետո։ Այսինքն ձեր պրոգնոզները, ինչպես է հայերեն պրոգնոզ։ Ձեր կանխատեսումները։ Ես ընդհանրապես ֆուտբոլում չեմ սիրում կանխատեսումներ անել, որովհետև համարում եմ աշտորակալ գործ, թե աշխարհի առաջնությունը դրա վառ վկայականն է։ Ամեն դեպքում պարզ է, որ կար թիմերի մի որոշակի հատված, որոնց հաշվում էի, քննարկումների կամ ասենք ամփոփելով իրենց խաղը, արդյունքները, դե կար մի խումբ հավաքականներ, որոնք միանշանակ հավակնում էին աշխարհի չեմպիոնի կոչմանը, այդ թվում են թիմերը, որոնք հայտնվեցին կիսաեզրափակիչում, բայց դե կային թիմեր, որոնք չհայտնվեցին այդ հատվածում ու կարող էին։ Անակնկալներ մեծ հաշվով շատ չկային, ու որոշակի ասել լոկալ անակնկալ կարելի համարել խմբային փուլում են գրանցված արդյունքները, դե Պորտուգալիան ոչ ոք է խաղում, ասենք Կաբո Վերդեի սխրանքները, Կաբո Վերդեի սխալները, ու ընդ որում այդ թիմերի բացահայտումը շատ կարևոր էր, հա, ի սկզբանե շատերը ես էլ այդ թվում մտածում եմ, որ Կյուրասաուն, Կապո Վերդեն, Կոնգոն դժվար թե խմբում ինչ-որ բան կարողանան անել, բայց թե ամեն դեպքում բացառությամբ Գերմանիա Կյուրասաու հանդիպան, որը ավարտվեց 7-1 հաշվով, մյուս բոլոր խաղերում այս թիմերը ուղղակի հաճելիորեն եւ շատ ուրախ, այո, դե հիշենք Արգենտինա Կապո Վերդե խաղը, Իսպանիա Կապո Վերդե խաղը։ Այդ հանդիպան վերջին 30 րոպեն ես դիտել եմ կանգնած մեծ հեռուստացույցի, որտեղ հնարավոր չէր այդ լարվածյանը դիմանալ։ Թիմը խաղում էր, թիմը պայքարում էր ու շատ միգուցե եւ եթե ինչ որտեղ բախտի գործոններ աշխատեր, կարող էին առաջ շարժվել։ Մի խոսքով դե կային հանդիպումներ, որոնք եթե չլիներ աշխարհի առաջնությունը, ես օրինակ չէի նայ։ Դե խմբային փուլում նման հանդիպումներ լինում են, բայց play-off-ում, որտեղ արդեն սխալ թույլտարյութան չկա, սխալ ամենջապես պատժում է ու շատ դաժան կերպով, ոչ մի խաղ բնականաբար պատ չեմ թողել, ոչ մի խաղ չեմ դիտել կրկնության միջոցով, բոլորը ուղիղ եթերում եւ ֆուտբոլը հաստատ համոզված եմ կյանք է։ Ձեզ համար այս առաջնությունը ինչով տարբերվեց, որովհետև շատ այսպես տեսակետներ կային այն մասով, որ դե լիքը նորություն կար, այդում ջրային դադարները հաճախ խաղի տեմպը օրինակ կարող էին գցել ինչ-որ առումով։ Կարող էին գցում էին, փոփոխություն էին ացնում խաղի մեջ։ Շատ այսպիսի տեսակետներ կային, որոնք ինչ-որ առումով առանձնացնում էին։ Էլ չեմ խոսում ինչ-որ դարաշրջանի ավարտի մասին, խաղացողներ, որոնք հրաժեշտ են տալիս։ Մինչև ֆուտբոլին անդրադառնալ, հա չմոռանանք, թե առաջնությունը հիմնականում որտեղ էր անցկացվում։ Միացյալ Նահանգներում չեղած բանից կարող են շոու։ Դե որ այդ գործի վարպետն են, դա միանշանակ է, այստեղ ոչ մի կասկած չկա։ Այս աշխարհի առաջնությունը հերթական անգամ ապացուցեց, որ ամերիկացիք կարող են մտածել, թե ինչ անել, որպեսզի գումար աշխատեն։ Ես օրինակ կտրականապես դեմ եմ ֆուտբոլը բասկետբոլի վերածելուն, որովհետև երբ որ հա շոկ եղանակներում ընդհանրում եղան հանդիպումներ, երբ եղանակը ջերմաստիճան ներքան բարձր չէր, բայց միևնույն է, այդ հատվածադաշտերը, որտեղ որ 22 աստիճան էր իդեալական ֆուտբոլը եւ կազմակերպվում էին ինչի համար, որտեղ ամերիկյան այն հեռուստաընկերությունները հիմնականում, բացի Fox-ից, որոնք հեռարձակում էին այդ առաջնությունը, այդ դատարները օգտագործում են 30 վայրկյանի $300,000 արժեքով գովազդ վաճառելու համար։ Մի խոսքով դա էլ կարողացան, բայց շատ լավ փոփոխություններ եղան, ասենք կանոնակարգի հետ կապված, որտեղ օրինակ ժամանակին, երբ որ ֆուտբոլիստները այդ ցերկերը փակած խոսում են, դե մենք չենք տեսնում շուտերով արդեն դժվար է գուշակել, թե ինչա կարող է հայում է ինչ որ
մեկին կամ վիրավորում է եւ հետո ասում են ինչի կարելի քարտուց տվեց, բոլորի համար չկա։ Բացի այդ արդեն տարապասապահը չէր կարող երկար ժամանակ 5 վայրկյանատար եզրային նետումը չէր կարող։ Մի խոսքով որոշ միակ երևույթը, որ ուզում եմ անպայման լինի, դա Արսեն Վենգերի խաղից վիճակի կանոնի ընդունումն է, որտեղ հիմա օրինակ Իսպանիայի խաղում, երբ որ Ֆերան Տորեսը խփեց երկրորդ գնդակը, վառի այդ համակարգը ցույց տալուց հետո պարզվեց, որ եթե Ֆերան Տորեսը լավ սանրվածք ունենար, Մազերը ավելի քիչ լիներ, ինքը խաղից վիճակում դուր է գալի Տորեսի սանրվածքը։ Մի անգամ էլ եղավ, երբ Հենրիխ Մխիթարյանը եթե 42 համար չլիներ, ոթը 40 լիներ, չէր, ուզում եմ այդ կանոնը պետք է իսպար ֆուտբոլիստ վերածվի։ Վենգերը առաջարկում են, եթե ամբողջ մարմնով առաջ է ֆուտբոլիստը, հաստատ, եթե չէ, ուրեմն չէ։ Պետք է այստեղ հարցակող կողմին իրոք կարողություն տալ, որտեղ հարցակող կողմը այդտեղ մտածում է, ստեղծագործում է, պաշտպանող ընդհանրապես ուզում է չեզոքացնել այդ ամեն ինչը։ Այդ կանոնը, որ օգտագործեն արդեն դե ֆուտբոլը առաջ է շարժվում ոչ թե տարի առ տարի, այլ օրեցօր, դե շատ արագ է։ Ես այն սերնդի մարդկանցից եմ, որոնք դիտել են ժամանակին, ասենք, սովետական միության հավաքականի հանդիպումները 82 թվականին, 86 թվականին եւ որ հիմա համեմատում եմ պարզապես սարսափելի արագացել։ Խելահեղ արագություն է իսկապես եւ թե տակտիկան է փոխվել, թե մոտեցումը մարզիչների եւ ֆուտբոլիստների եւ եկեք նշենք նաեւ այն ինչ որ Զարան ասեց, որ մենք մեր ականատես եղանք դարաշրջման, այսպես ասած, ավարտին։ Մոդրիչ, Ռոնալդո, Օչոա, Մեսի, բոլոր այդ մեծագույնները Լևանդովսկին էլ չի խաղա։ Դե Լևանդովսկին Լևանդովսկու հավաքականը չէր խաղում, թե չէր խաղա։ Բայց թե այո, կա այդ մի հատված, ընդ որում ես չգիտեմ, մի կարծիք ունեմ, որը շատերը միգուցե կասեն, որ սխալ է, բայց թե ես ունեմ իմ կարծիքը, օրինակ Մեսսի, Ռոնալդոյի ի հայտ գալը ֆուտբոլային աշխարհում, ինչքան որ օգուտ է տվել ֆուտբոլին, իմ կարծիքով այդքան էլ վնաս, որովհետև երկար տարիներ ասենք ֆուտբոլային աշխարհը ինչ որ ընտրությունների ժամանակ ինչ որ տաղի Ռոնալդո Մեսսի օրինակ թիվ հիմա չեմ ասի, բայց Ռոբերտ Լևանդովսկին, քանի որ Զարան ասաց, մի մրցաշրջան նա ֆանտաստիկ էր անցկացել ու հաստատ ինքն էր ոսկե գնդակի տարին էր։ 2019 թվական, բայց տվեցին Մեսսին, չեմ ասում Մեսսին արժանի չէր, բայց ավելի արժանի էր Լևանդովսկին։ Մի խոսքով ստեղ իրար մեջ բաներ կային, բայց որ այդ ֆուտբոլիստները ֆուտբոլային պատմություն են կերտել, այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը ավելի են մեծացրել, սահմանել են նոր չափորոշիչներ, ըստ որոնց մենք հիմա դիտում ենք հանդիպումը հիանում նրանցով, կարծում եմ այդ նրանց ավարտից հետո ինչ որտեղ նրանց բացը կզգանք, բայց ամենակարևորն այն է, որ նաև այս աշխարհի առաջնության ընթացքում մենք տեսանք, որ կան տղաներ, որոնք գալիս են ֆիլմը կար, չէ՞, գնդակը վախենում եք հաջից, ասում են գալիս են, դե 19 տարեկանում դառնալ աշխարհի Եվրոպայի չեմպիոն, դա արդեն ցեկրում է, նկատի ունեմ այն երեխային, որին ժամանակին լողացնում էր Մեսսին, ու ինչպես ասաց իմ գործընկերներից մեկը, շատ լավ է, որ հիմա Յամալը լողանում է միայնակ։ Պատկերացնեք ինչ հրեշ կարող է նա դառնալ։ Իմիջիալից նոր մտածեցի, որ Արգենտինան դարձել է փաստորեն երկու անգամ աշխարհի ամենաանհաջողակ թիմը, որովհետև նրանց երկու անգամ էլ աշխարհի եզրափակչում հաղթել է այն խաղացողը, որը որ դուս եկի փոխարինմանը։ Մեկ անգամ Գյոթսեն, մյուս անգամ Ֆերան Տորեսը։ Ես ասեմ, ամենադժբախտ թիմը համարվում է Հոլանդիան, ու Նիդերլանդները։ Նիդերլանդները 3 անգամ են հասել պարտվել, բայց ես պետք է նաև հաշվի առնենք օրինակ հիմա Նիդերլանդների պարտություններն էլ, նրանց դեմով էր խաղում ինչ խաղեր, օրինակ 2010 թվականին Նիդերլանդները պարտվեցին Իսպանիայի հավաքականը, այնտեղ լրացուցիչ ժամանակ, բայց դե Ինիեստայի խփած գոլը ու խաղը ընդհանրապես շատ լավ հանդիպում էր։ Այս եզրափակիչը ֆուտբոլային տեսանկյունից այնքան էլ հաջողված չէր, որտեվ կողմերից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ շատ մեծ է երկար ժամանակ։ Ճիշտ է, Արգենտինայի հավաքականը հիմնական ժամանակի վերջնամասում այս առաջնությունում իրեն բնորոշ մոտեցում ցուցաբերեց, ակտիվացան, Մեսսին իր հրաշալի ոտքերով սկսեց փոխանցում կատարել, բայց միևնույն է, ընդհանուր խաղային պատկերի մեջ Արգենտինայի հավաքականը բավականին լուրջ զիջում էր։ Նրանք դուրս են եկել խաղադաշտ, հիմնականում մտածել են, որ գնդակ չընդունենք սեփական տարպասը, արխիվում Մեսսին մի բան կան։ Այն ինչ որ մի նման բանով կամ հասնեն ձգեն 11 մետրանոցին, դիբու մարտի
Մարտինեսը մի բան կանի։ Գորչան, ես կարծում եմ, որ եթե Էնցո Ֆերնանդեսը նման կերպ չվարվեր, ապա կարմիր քարտ խաղի հիմնական ժամանակում, եթե Տուգանայինի մատուցտերում լիներ կամ մենենակ դուրս գալը ինքը փակեր վերջի հույսի խախտման կանոն օգտագործեին, ինչ որտեղ կընդունեի, բայց այդ կարմիր քարտը աշխարհի առաջացան եզապ լրիվ անիմաստ էր։ Ունենալով 10 խաղացողներ արդեն բնականաբար Իսպանիան իր խաղային ծրագիրը ավելի լավ կարողացավ օգտագործել։ Ազատ գոտիները միշտ առաջանում էին ու եթե հիշում եք ինչքան պահեր ունեցան։ Բայց եմ ասում, հիմա պարադոքս է, որ Ունայ Սիմոնը դարձավ Պարադոքս է միանշանը, լավագույն դարպասապահ ամբողջ ուրեմն աշխարհի առաջնության ժամանակ արել 10 սեյվ, իսկ Դիբու Մարտինեսը միայն վերջի խաղում եզրափակել 11 սեյվ ու ընդ որում Էմիլիանո Մարտինեսը անում է եզրափակիչում մի խաղում, որտեղ ամենից որոշում է։ Դե այստեղ պարզ է, ընտրության մեջ միշտ սուբյեկտիվություն կա ու ուղղակի առաջնորդել են 4 թվերով։ Իսպանիայի հավաքականը ընդամենը 1 գնդակ է պաս թողել ու խաղում, լավագույնը դարպասապահ առանց հաշվի առնելու որ դարպասապահից բացի կան 4 պաշտպաններ, կան նաև կիսապաշտպաններ, մի խոսքով այդ ընտրությունը հաստատ այդ դեմ եմ, կտրուկ։ Այն որ Կուբարսին լավագույն երիտասարդ խաղացողները երկու ցերկով կողմ եմ։ Ռոդրիի համար ինչ։ Ռոդրիի համար ես մտածում եմ ինչպես։ Իմ համար շատ կարևոր էին կիսաեզրափակիչները։ Ես մտածում եմ որ վերջապես Հարի Քեյնը մի մրցանակ նվաճելու է թե չէ։ Հիմա տես օրինակ Մբապեին անդրադառնամ զուգահեռ տանեմ, հա։ Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն 25 գնդակ է խփել իսպանական Լա լիգայում, 15 գնդակ է խփել Չեմպիոնների լիգայում։ 10 գնդակ է խփել աշխարհի առաջնությունում բոլոր տեղերը դառնալով լավագույն ռմբարկու, բայց ոչ մի տիտղոս չի նվաճել։ Այ ամենաողբերգությունը ռմբարկուի։ Հարի Քեյնը 61 գնդակ մեկ մրցաշրջանում ու Անգլիայի հավաքականի ընդգծված առաջատար տրոշակակիր, այսպես ասեմ, ինձ թվում է, որ Հարի Քեյնը արժանի է ոսկե գնդակին տարվա մրցաշրջանի կտրվածքով։ Բայց այստեղ նորից սուբյեկտիվության գործոնը կա, միշտ հիմնականում տալիս են լավագույն խաղացողներին հաղթող թիմի գործոնը, բայց այնպես չէ որ Ռոդրին արժանի չէր ու լրիվ հակառակը Ռոդրին ծանր վնասվածքից հետո այդքան ժամանակ պաս թողնելուց հետո նման խաղ ցուցադրել աշխարհի առաջնությունը, ընդ որում մինչև այդ ինքը նման չէր իրեն։ Այո, ակումբում այս տարի ֆանտաստիկ տղա ու իր Ռոդրի հիմա Կորչան Ֆրանսիայի հավաքականին իմ սուբյեկտիվ կարծիքով Իսպանիան հաղթեց հենց կիսապաշտպանության կենտրոնում Ռոդրի ու Ֆաբիան Ռուիսի հիանալի խաղի շնորհիվ։ Այո, եւ եթե երկու խաղացողներ կարողացան նենց անել, որ Պեդրին նստած մնաց, այո։ Դե Պեդրին էլ հետո տես իրանք ես չգիտեմ, արդեն մի քանի անգամ եմ ասել տարբեր տեղեր, ինձ թվում է, երբ որ ասում ես Լուիս դե Ֆուենտե, դե Լա Ֆուենտե, ինչ որ մի տոնի մասին ես խոսում, ինչ որ լավ բան ես ասում, էլի, դե հայերում կա, չէ, պայծառ։ Այո, տիգին պայծառ։ Բայց այս դե Լա Ֆուենտը ինչ որ լավ բան է նշանակում, դե Լա Ֆուենտեն հաստատ կարողացավ, թե ինքը արդեն ապացուցել էր Եվրոպա առաջնությունում, նույն Անգլիային հաղթել էր ու ինքը կարողացավ առանց մաքուր հարձակվողի ստեղծել մի համակարգ, թիմային համակարգ, որը պարզապես խաղադաշտում ամբողջ կազմով խաղում էր, ես չեմ մոռանում, որ այն տարիներին մեկնաբանում էի անգլիական պրեմիեր լիգան եւ Քենի Դագլիշը Լիվերպուլի գլխավոր մարզիչներ իրեն լրագրողներից մեկը հարցրեց թե դուք ինչ մարտավարությամբ եք խաղալու, ինքը թեթև ասենց ծիծաղեց, ասաց 1-10։ Այսինքն 1 դարպասապահ 10 թիմային խաղ է ֆուտբոլը, պետք է հարձակվել, թիմով պետք է պաշտպանվել։ Եվ այդ գործոնը հիմա Դե Լա Ֆուենտեն ապացուցեց, որ կարելի է երիտասարդ, տաղանդավոր, շատ հրաշալի մարդկանց ֆուտբոլիստների միջոցով վերածել աշխարհի չեմպիոնի կոչմանը։ Բայց մրցավարական հատվածից, որովհետև ես շատ եմ կարդում հենց մրցավարական հատվածի հետ կապված տարբեր այսպես մեկնաբանություններ, անալիզներ, ըստ ձեզ ինչով էր պայմանավորված հենց այն դիրքորոշումը, որ անընդհատ մեղադրում էին մրցավարներին, վառ համակարգին, Արգենտինային աջակցելու, Արգենտինային պաշտպանելու մեջ, սա արդյոք Եգիպտոսի այդ ֆենոմենն էր, թե ինչով էր պայմանավորված։ Գիտես, Զարաշյան, ֆուտբոլում դե հիմա ես այլ ակումբի եմ երկրպագում, կորը այլ ակումբ է երկրպագում, բայց մեր մեջ երբեք
չի պակասում հարգանքը, մտերմությունը, ընկերությունը։ Կան մարդիկ, որոնք թշնամություն են ընդունում այդ երկրպագը, ասենք, եթե կորը Բարսելոնա երկրպագը ես Ռեալի, ես Կորեա գործ չունեմ։ Նման բան իմ մոտ չկա, ու ես հորդորում եմ, որ նման բաներից ձերբազատեն, որտեղ դա արդեն մարդկային չէ։ Ֆուտբոլային էլ չէ ինչ որտեղ։ Տեսանք Ռամոսը, Պույոլը, ինչ ջերմ իրար։ Տեսակ Ռամոսը ինչպես Մեսսին մոտեցավ։ Այո, հիմա օրինակ ես այդքան տարի ֆուտբոլ մեկնաբանել եմ, տեսել եմ բազմաթիվ սխալներ մրցավարների կողմից, բայց կոնկրետ Սալահի նկատմամբ այդ դրվագը, որից հետո Արգենտինան խփում է հաղթական գնդակը եւ հաղթում է ու աղմուկ է բարձրանում, դրանք հակամեսիական ուտեցումներ են։ Այնտեղ 11 մետրանոց իմ կարծիքով չկար։ Գիտես 11 մետրանոցը դա դե բնականաբար կանոնների խախտում է դու գնալ ապարակում։ Կանոնները ինչպես դա ծերը ոչ բնական դիրքում է կամ գծելը հարված կատ կոնտակտը։ Այստեղ թեթև կոնտակտ կար, բայց ու ամեն կոնտակտի համար 11 մետրանոց չեն նշանակում։ Գնդակի համար պայքար կար, բայց ոտքին Սալահը հարված մրցակցի կողմի չի ստանում թեթև կոնտակտ կան, համարը գնդակի համար պայքարում։ Մրցավարը միանշանակ իմ կարծիքով ճիշտ էր, այդտեղ 15 մետրանոց չկար։ Ուղղակի մարդիկ ովքեր չէին ուզում, դե տարբեր կարծիքներ միշտ լինում են, այստեղ չես կարող ինչ-որ մեկին մեղադրել կամ չընդունել, ամեն մարդ իր կարծիքն ունի, ինչպես ասում են, բայց ես իմ կարծիքն եմ ասում, այնտեղ 15 մետրանոց չկար, ու Արգենտինան ոչ միայն հետ խաղում, Կապո Վերդեի հետ խաղում էր, Անգլիայի հետ խաղում էր, ապացույցը թե Անգլիան թույլ թիմ էր, Անգլիան լրիվ հակառակը, եթե չլիներ Թոմաս Թուխելի սխալ փոփոխությունները չլինեին, Անգլիան հաստատ կարող էր նաև հաղթել։ Դες Ֆիլիպումը օգտագործեց Սկալոնին, Արգենտինան շատ լավ վերջաբան անցկացրեց, ով կարող եմ ասել, որ Անգլիան անգլիական ոճով հաղթեց վերջում։ Շատ հրաշալի կերպով։ Ես կարծում եմ, որ Արգենտինան արժանի էր փոխ չեմպիոնի կոչմանը, որտեղ չեմպիոնի կոչմանը արժանի էր Իսպանիան։ Անշուշտ։ Պարոն Չախոյան, ինչ կարող եք ասել նրա մասին, որ արդեն բարձր հայտարարություններ են հնչում, որ հաջորդ աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա արդեն ոչ թե 3 երկրում, այլ ավել, եւ հոբելյանական է, նրան մասնակցել են 64 թիմ, ոչ թե 48։ Այո, ես ճիշտ ասած Հայաստանի համար մի քիչ ուրախանում եմ, բայց էլի հույս չունեմ, որ կանցնեք։ Հիմնականում այդ նորությունները լսելով բոլորս Հայաստանի մասին եք մտածել, երևի գալու է մի ժամանակ, որ արդեն վիճականություն լինի ու Հայաստանը Ես գիտես, դե հիմա էլ թերը հավատորեն ենք, չէ՞ մոտենում 48 թիմին։ Ու ինչ որտեղ հիմա չգիտեմ, եթե Եվրոպայում անցնի միգուցե ինչ-որ մի տարբերություն զգանք, որտեղ էլ եմ կրկնում Ամերիկան այլ երկրներ է, այլ մոտեցում։ Բայց միևնույն է, հիմա մարդիկ նրանք ովքեր ֆուտբոլը այդքան չեն սիրում, օրինակ ինչքան ընդունակ ես, դժվար թե համաձայնեն 2 ամիս ֆուտբոլ նայել ու անընդհատ ամեն օր 3 խաղ, 4 խաղ, 2 խաղ Գիտես, բացի հետ էլ ֆուտբոլիստերի մասին է պետք մտածել։ Ֆուտբոլիստերի, հա ինչքան ասում են մարդկային օրգանիզմի հնարավորությունները անսպառ են, այդպես չի։ Կա, չէ՞ մի սահման, որ հա իհարկե, ասենք ծանոթը կարող է սկսել ասենք բարձրացնել 200 կիլոգրամ, հետո ժամանակի ընթացքում հասնել մինչև 250-ի, բայց ո 600 չի կարող բարձրացնել մարդը։ Դա այս անհավանական եմ համարում։ Հիմա նույնը ֆուտբոլին է։ Այդ մարդիկ մինչև աշխարհի առաջնության մասնակցել անցկացնում են ծանր մրցաշրջան, որտեղ հավաքականում հավաքվում են միշտ լավագույնները։ Լավագույնները խաղում են գրանտ ակումբներում, գրանտ ակումբները ծանրագույն մրցաշրջան, ներքին առաջնություն, ներքին գավաթի խարկություն, Անգլիայում կան դե Անգլիան 4 լիգա եւս եւ Չեմպիոնների լիգա կամ ինչ որ Եվրոպա։ Մի տավել Անգլիայում, դե Չեմպիոնների լիգա ակումբային մի խոսքով հիմա մեկ մրցաշրջանի ընթացքում իրանք անցկացնում են Պրեմիեր լիգայի թիմերը կամ իսպանական թիմերը 38 խաղ իրենց ներքին առաջնությունում եւս լավագույնի կոչման արժանանալ 13-14 խաղ չեմպիոնների լիգայում, գումարած հավաքականներում, հետո էլ կան 15 խաղել այստեղ խաղան, չգիտեմ, դա արդեն Դեկլանը այս տարի 70 խաղ է անցկացրել։ Ահա, դե հիմա որ այդ մարդը աստված մի արածի այգուց մի խնդիր ունեն առողջական, կասեն, վայ ինչի, հենց դրա պատճառով այդ խաղալը հոչի նշանակում եկավ հակավ շորոտ, ուցեկավ մարզումա, ծանրաբեռնված մարզումներ են անցկացնում, շատ ծանրաբեռնված։ Հոգեբանություն է, որը նույնպես անդրադառնում է օրգանիզմի վրա։ Մի խոսքով այդ ստրեսները, որ տանում են խաղացողները, գոլ պաստողնելուց, գոլ խփելուց, չգիտեմ, վնասված ստանալուց, ամեն ինչ կապված է հենց մարդկային գործոններ, այդ
Ես գիտեմ, որ դա հանդիսանում է այդ կասած տարբերակը 64 թիմերի տարբերակը հանդիսանում է հիմա Ինֆանտինոյի հաղթաթուղթ է, ինքը դա այդպես է մտածում։ Ընտրություններ են արժևում, այո։ Ու ընդ որում դա ինքը անում է ինչ նպատակով, որ աֆրիկյան շատ երկրների հնարավորություն տա շատացնելու աֆրիկյան թիմերի առավելությունը, ներկայությունը, այո, առաջնությունում, բայց կտրուկ թեմը արտահայտվել UEFA-ն, իսկ UEFA-ն ֆուտբոլային աշխարհում շատ կարևոր կազմակերպություն է։ Դե մենք տեսանք եվրոպական ֆուտբոլի գնահատում չկա, այստեղ եվրոպացիները ուժեղ են։ Միայն Արգենտինայի հավաքականն է կիսաեզրափակիչում, քառորդ եզրափակիչում այստեղ եվրոպական թիմերը են։ Ուզում եմ ասել, որ այստեղ UEFA-ի կարծիքի հետ պետք է հաշվի նստել ու հիմա UEFA-ն հատարողություն տարածած ընդ որում ոչ թե անձնավորորդ Չեֆերինի անունից, այլ որպես կազմակերպություն, որ UEFA-ն շատ ուժեղ տեխնացիա նախապատրաստում, որպեսզի 27 թվականի ապրիլին Ինֆանտինոյի հետ պայքարի FIFA-ի նախագահի պաշտոնի համար։ Հիշեցնեմ, որ 2030 թվականին առաջին անգամ պատմությունում 3 աշխարհամասում կանցկացվի աշխարհի առաջնությունը՝ Հարավային Ամերիկա, Աֆրիկա եւ Եվրոպա, Արգենտինա, Ուրուգվայ, եւս մեկ երկիր կար այնտեղ, Իսպանիա, Պորտուգալիա եւ Մարոկո։ Հիմա պատկերացրու այդ ինքնաթիռով տեղափոխությունները։ Նո, Հարավային Ամերիկայում ասում են մի խաղ է լինելու, մեկնական խաղն են լինելու, ուղղակի, բայց դե միևնույն է, հիմա առաջի խաղը այնտեղ խաղաց խմբային փուլի, հետո 4 ժամ ինքնաթիռով մի խոսքով էլի բարդություններ են առաջանում։ Եթե մրցաշարը միևնույն երկրում ու կարճ տեղափոխություններով չի աշխատում, դες օրինակ Ռուսաստանում ինչպես կազմակերպեցին, ամեն մի հատվածում, որտեղ խումբներ պայքարում, այստեղ ինչ որ մեկնելու հարց չկար։ Խմբային փուլը ավարտվեց Կատարում առհասարակ մի ժամվա ճանապարհ է, այո։ Ուզում եմ ասեմ, ամեն ինչ պետք է հաշվի առնել, բայց թե ամերիկացիները հաշվի առան միայն շահույթի կրծոնը։ Դե հիմնականում, բայց օրինակ չէ որ դուք այդ թիվը չբարձրաձայնեցիք, խնդրում 17 միլիարդ դոլար է աշխատել FIFA-ն, աննախադեպ արդյունք։ հաղթող թիմը 51 միլիոն է ստանում, պարտվող թիմը եզրափակում 33 միլիոն, Անգլիա հավաքական կարծեմ 22 միլիոն եւ այլն, այնպեսի գումարների մասին։ Դե այդ գումարները որպես այդպեսին հիմա այդ հավաքականների համար այնքան էլ շատ կարևոր նշանակություն ունեն։ Անշուշտ, մարդիկան որ աշխատավարձ ավելի շատ են ստանում։ Բայց թե ասենք որպես կազմակերպություն սա նախադեպ արդյունք է 17 միլիարդ եկամուտ ապահովել 40 օրվա ընթացքում։ Եվ հիշեցնեմ, որ FIFA-ն աշխարհի ամենախոշոր հասարակական կազմակերպությունն է։ Հասարակական։ Եվ բացի այդ, հիմա տես, հիմա ընդունենք այ 5 երկրների թվարկեցեր, չէ, ընդունենք, լավ, Եվրոպայում է անցնելու եզրափակիչը։ Հիմա ես դժվարանում եմ ասել, արդյոք եզրափակիչին Եվրոպայում տոմսերը կքնեն $35,000 արժողությամբ։ 2 բիլիոն դոլարով տոմսեր եմ, 4 տոմս։ Միացյալ Նահանգներում դե կան նման մարդիկ, որտեվ Միացյալ Նահանգները եթե աշխարհի առաջին տնտեսությունն է, չնայած Չինաստանը արտահայտում է, բայց թե ուզում եմ ասել, Ամերիկայում ինչ որ բան ամեն ինչ հնարավոր է, բայց եվրոպական երկրներում, ասենք, չեմ կարծում, որ շատ այդպես մարդիկ դե բան չմնաց, մնաց 4 տարի, համբերեք տեսնեք ինչ է լինել։ Շատ շնորհակալություն։ Ինձ թվում է ֆուտբոլի մասին դեռ շատ կմտածենք եւ շատ կխոսենք, իսկ այս պահին գովա շանթի եթերում մի քիչ մենք գումար աշխատենք, չէ՞, FIFA-ին մոտենալու համար։ Մի քիչ կմոտենենք, մի քիչ FIFA-ին մոտենանք։ Շնորհակալություն, պարոն Շախոյան, գովա շանթի եթերում։